Հեռահաղորդակցության օպերատորներ, պետական և կարգավորող մարմիններ, միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերություններ, ինչպես նաև ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ 5 օր մարտի 23-ից 27-ը Երևանում քննարկելու են Հայաստանի թվային ապագայի ձևավորման հնարավորությունները։ Այսօր կապը այլևս չի հանդիսանում պարզապես տեխնոլոգիա, այն տնտեսության կառավարման և հասարակության զարգացման հիմքն է։ Եվ հենց այս գաղափարի շուրջ է ձևավորվել է այս տարվա մեր կարգախոսը, որն է միասին հուսալի կապի և թվային ապագայի համար։ Հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի առաջին խոշորագույն միջոցառումն է լինելու։ Մասնակցության ոլորտի մասնագետների ներգրավվածության ու ընտրված թեմաների շրջանակը լայն է, ամեն օրվա անելիքը հստակ։ Այս տարի ունենալու ենք մի շարք կարևոր իրադարձություններ։ Մարտի 26-ը մեր մոտ նվիրված է հեռահաղորդակցության ենթակառուցվածքների այցելությանը, ծանոթությանը։ Կայցելենք տարբեր կազմակերպություններ, պետական և մասնավոր, ովքեր հենց հեռահաղորդակցության ոլորտի դերակատարներն են, և կծանոթանանք նրանց գործունեությանը։ Մարտի 27-ին էլ ակադեմիական օր է լինելու, փորձելու են ուսանողներին ու մասնակցող մյուս երիտասարդներին ներգրավել հեռահաղորդակցության ոլորտ, որ մասնագիտության հարցում ավելի հեշտ կողմնորոշվեն, քանի որ ոլորտը նաև մասնագետների կարիք ունի։ Հեռահաղորդակցության շաբաթը պետություն մասնավոր համագործակցության արդյունք է, ընդգծում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետը։ Միջոցառումը հնարավորություն է տալիս մեզ որպես քաղաքականություն մշակող մարմին ուղղակի երկխոսություն ունենալ սեփական սեկտորի հետ, որի արդյունքում կարող են լուծվել շատ հարցեր ոլորտային արտահրավերների հետ կապված խնդիրներից։ Միջոցառումներին բանախոսելու են նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը, հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանի նախագծի ղեկավարը, մասնավոր ու պետական ոլորտի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։ Միջոցառման հանդեպ հետաքրքրությունը մեծ է, փաստում է տնօրենը։ Գրանցումներն արդեն փակ են, սակայն ցանկացողները կարող են դիմել իրենց, կփորձեն ներգրավել։ Էմմա Վարդանյան, լուրեր։